Փետրվարի 20-ից հետո եկավ փետրվարի 22-ը։ Ասկերանի դեպքերը ցավոք շատերին այս ամսաթիվը գրեթե ոչինչ չի ասի, այնպես որ խնդրում եմ նախ հիշեցնենք այդ օրը ինչ կատարվեց, հետո արդեն կհարցնեմ մնացածը։ Գիտեք ոնց է, Ադրբեջանն էլ չէ պիտի ինչ որ ձևով, ճիշտ Ադրբեջանը մինչ այդ էլ արդեն միշտ միտինգները սկսել է բան, չէ, ուղարկում էր իր մարդկանց, գալիս էին, մենք գիտենք տարբեր դեպքեր շրջաններում, բանում փորձում էին թղթեր պատրաստեն իրենց օգտին եւ այլ, դատապարտեն, ինչ, այդ ամեն ինչ եղել է, բայց երբ որ արդեն միտինգային գործունեությունները սկսվեցին, արդեն էս պետք է սպասել ինչ է անելու Ադրբեջանը։ Ադրբեջանը ինչ պիտի անի, ինքն էլ է ձևացել, որ իրենց ժողովուրդն էլ մի բանից գաղափար են, դժգոհ են, էսեն չէ, ասկերանի դեպքերն եք ասում։ Այո։ Եվ շատ հետաքրքիր է, որ այդ ամեն ինչը համակապ դրա հետ, երբ որ Մոսկվան ինքն էլ իր էմիսարներին ուղարկեց այստեղ։ Երկու հոգի Բաքու, երկու հոգի Ստեփանակերտ, երկու հոգի Երևան, եկան, վերջը, ցույց տալով Պոլիտբյուրոյի անդամներ։ Այդ ժամանակ, տեսեք, Ադրբեջանը արդեն դիմում է բացահայտ պրովոկացիայի, ցույց տալու համար ոնց է ինքը նայում այս ամեն ինչին։ Իսկ ինքը ինչ արեց, հազարավոր, այսպես ասենք, ցուցարարներ, նուչակերտների մեջ ցուցարարներ, որովհետև այդ ժամանակ վկայություններ կային, որ այդ մարդիկ այնքան էլ անզեն չէին, առնվազն քարեր, փայտեր, ինչ որ բաներ ունեին իրենց ձեռքին, ու նրանք ոչ թե գյուղից գյուղ էին անցել, այլ ադրբեջանական, այսպես ասենք, ԽՍՀ տարածքի մեջ բուն Ադրբեջանից անցել էին ինքնավար մարզի տարածք ու մի քանի կիլոմետր եկել, հազարավոր մարդիկ մի քանի կիլոմետր խորհրդային միության տարիներին, երբ որ մի գյուղում մի միտինգ անելու համար մինչև Մոսկվա հնարավոր էր հարցը հասնել ու այդ միտինգ անողն էլ գնար Սիբիր։ Գիտեք, նկարները կան, ոստիկաններն էլ որդում էին իրենց, հետներն էին, կառավարում էին այդ մասսան, ամեն ինչ պարզ էր։ Դա իրանք եկան, ճապ-փշուր արեցին, բայց խնդիրը դա չի, երկու զոհ եղավ։ Հիմա ով է դրանց բանել, այդ նույն ոստիկանները, թե ոնց չէ, ինչից արդեն պրոցեսները գնացին, միջև Սումգայի։ Այդ զոհերի մասով, պարոն Սարգսյան, տեսեք, ադրբեջանական կողմը այդ դեպքերից անմիջապես հետո չի հրաժարվել, որ առնվազն մեկին սպանել է հենց ադրբեջանցի միլիցիայի ներկայացուցիչը։ Բայց հետաքրքիրն այն է, որ Մոսկվայի ներկայացուցիչը, դատախազը, որ այդ գործով զբաղվում էր, նշել է, որ ադրբեջանցիներին սպանել են հայերը։ Պատահական էր դա։ Ոչ մի պատահական բան չկար։ Գիտեք, եթե ձեզ համար հետաքրքիր է, պետք է կարճ մենք հիմա արդեն ընդհանրապես խոսենք, ինչ էր կատարվում այդ երկրում։ Եթե չխոսենք, մենք արդեն այս տեղական դեպքերը շատ դժվար կհասկանանք։ Չէ, հիմա վիճում է Սումգայի թեով ասակեր ինչի է, ոնց կարելի է նման բաներ հասկանալ։ Պետք է հասկանալ ինչ էր կատարվում այդ երկրում։ Հիմա բոլորն են խոսում դրա մասին, տասնամյակները շատերն են խոսում, դա դժվար էր ընկալում, հիմա ավելի լավ է ընկալվում, երբ որ մենք տեսնում ենք աշխարհը ուր է գնում։ Կատարվում էր խորհրդային միության դեմոնտաժման խնդիր 85 թվականից, սա շատ էական է, որը անում էր հենց նոր եկած կոմունիստական իշխանությունը։ Սա այնքան էական է մեզ համար հասկանալ, որ կարողանանք այս կոնկրետ դեպքերի բացատրությունները տանք։ Տեսեք, մարդիկ ի վերջո 91 թվականին լուծարեցին այդ պետությունը, բայց տեսեք 85-ից process-ը գնում էր։ Տարբեր, չգիտեմ, բաներ հայտարարելով, չգիտեմ, արագացում, հազար մի բան էին արդեն հիշում էլ Գորբաչովը տանում էր այդ գիծը, բայց երբ որ գնում էր դեզինտեգրացում, մենք տեսել եմ, չէ, խորհրդային միությունում ուրիշ շարժումներ ել, կամ բունտերել ենք տեսել, միջինացիայում ենք տեսել, որ շատ հաջող ճնշվեցին։ Հա, ինչի՞ է դա կապված։ Բնական է կապված էր հենց այդ process-ի հետ։ Հիմա այսօր արդեն ամեն ինչը պետք է մենք նայենք այսօր բաճկերով։ Ես հիմա շատ եմ գրում դրա մասին։
Ինչի համար, որովհետև այն ժամանակ էլ էր գրվում։ Ես տասնամյակի առաջ էլ էի գրում, դա բացարձակ չէր ընկալվում։ Այսօր երբ որ Տրամպը վեր կացավ ասեց, որ հին աշխարհը գոյություն չունի, ունի մի աշխարհ, որի տերը ես եմ այսպիսին է, արդեն ավելի է ընկալվում, ինչ էր կատարվում 80-90 թվականին խորհրդային միությունում գնում էր դեմոնտաժ խորհրդային միության։ Հիմա կայսրություն էր, չէ՞ դա, կարճ ասեմ։ Ցանկացած կայսրություն, երբ որ դեմոնտաժվում է, քանդվում է, այդ եղել է օրինակը ցարական Ռուսաստանի մի պահ, եղել է Օսմանյան կայսրության ուրիշ, ինչ է կատարվում։ Առաջինը ազգայնական գաղափարներն են տարածվում։ Հենց քանդողները, եթե անգամ իշխանությունն է այդ պետության քանդում սեփական պետությունը, իրենք տարածում են ազգայնական շարժումներ, խրախուսում են այդ ամեն ինչի, ցանկացած ազգային շարժում, որը կա, խրախուսում են, որը արդեն բերում է դրան, որ երկիրը սկսում է դեմոնտաժվել։ Նույնն էլ կատարում էր խորհրդային միությունում։ Այսօր շատերը ասում են, բա գիտեք, հայ ժողովուրդը ստի քնած էր, բանի գաղափար չէ, KGB-ն էր, SS-ները։ Այդ նույն բաները ես լսում եմ առաջին միտինգներում Երևանի։ Ինչու՞ եմ տալ, ինչու մարդիկ վազվզում են, այստեղից KGB, ուրիշ բանից չէին խոսում։ Որտեղ խորհրդային միությունը գիտեք, ինքն սպეციფიկ երկիր էր։ Մինչև հիմա մարդիկ կան, որոնք որ Աստված ասնում է այդ երկիրը այն ժամանակ էլ տենց մարդիկ կային, բայց կային հակառակ դիսիդենտական մտածողություն ունեցող մարդիկ։ Երևի հիշում եք այն ժամանակ այդ խոհանոցներում խորհրդային միությունը հայհոյել, քփրտող տենց մարդիկ կային, անընդհատ այդ մարդկանց կյանքի իմաստն էր, որ այս երկրից բրծնեն։ Այդ մարդկանց մեջ է դա տարածվել, որ այս երկրում միակ KGB կա, ուրիշ բան չկա։ Ով ինչ անում է, միայն KGB-ն է։ Մինչև այսօր դա տենց է, որովհետև չէին հասկանում ինչ է կատարվում, որ այդ երկիրը քանդողներն են անում, իրանք են Սումգայիթը կազմակերպել։ Որպես, այսպես ասենք, կանոն, մենք ասում ենք, որ Սումգայիթը պատասխանն էր փետրվարի 20-ի որոշմանը վերամիավորման թեմայով։ Բայց արդյոք այդքան կարճ ժամանակում, մոտ մի շաբաթվա ընթացքում, նույնիսկ մի շաբաթվա ժամկետ էլ չկար, հնարավոր էր այդպիսի կազմակերպված գործ, այսպես ասենք, ցույց տալ։ Հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մինչ այդ եղել են քարտեզներ, հայերի նշված հասցեներ, եղել են կազմակերպված խմբեր եւ այլն, ու դա փետրվարի 20-ից մինչև փետրվարի 26-ը պետք է պատրաստ լիներ։ Արդյոք իրատեսական եք համարում, որ մի շաբաթում էր այդ ամենը կազմակերպվել, թե ավելի վաղ փաստացի արդեն արյուն նախատեսվում էր, այնպես ստացվեց, որ փետրվարի 20-ին հաջորդեց։ Այսինքն, եթե փետրվարի 20-ի որոշումը չլիներ էլ, այդ արյունը ըստ էության պետք էր, որովհետև այդքան կազմակերպված գործ արդեն կար։ Դեք երբ որ ասում եմ այդ բաները եկան ստեղ Ալյուդրոյի անդամները 22, 23, 24 այդ օրերը ինչ է ստե։ Ես այդ ժամանակ մի ելույթ եմ ունեցել, այդ ելույթը հիմա YouTube-ում կա։ Իգոր Մուրադյանը նամակել, ես կարդացել եմ ժողովրդին, որ այս մարդիկ եկել են ստե կռիվ գցեն։ Նամակ։ Այո, մեծ ելույթ է միտինգում ՑԿ-ի առաջ, Կենտկոմի առաջ, որ մեկ տպավորությունն է, որ սրանք եղել են ստե կռիվցնեն ժողովուրդներին։ Որտեղ տեսել եք ինչով են զբաղվում։ Գնում են այդ տարբեր շրջաններ, բան, ժողովրդին, ադրբեջանցիներին, հա, չեք վախենում, բա մի վախեք, մենք ես շանտաժներ, բաներ են, արդեն զգում եք, որ մարդիկ ինչ որ այդ ելույթը ես ունեցել եմ այդ ժամանակ։ Եկել մենք գնացել ենք Կենտկոմ բան։ Մեզ համար պարզ էր որ տան։ Բնական է, չէ՞ որ ավելի շուտ են։ Դրանից հետո անմիջապես չգիտես ինչու, ամսի 25-ին էր, 24-ին էր Կարեն Դեմիրճյանը հայտարարեց, որ Կապանում ինչ որ բաներ ա եղել, ադրբեջանցիները խուճապի մեջ փախչում են։ Կապանուր, Երևանուր, massայական սկսան ադրբեջանցիներին տեղափոխել դեպ խուճապ գցեցին։ Ոչ ոք միջև չի հասկանում ոնց են արել։ Ասում են տարան դեռ ինչ որ տպավորություն ստեղծեցին, որ այ ադրբեջանցիներին դեռ կոտորում են ինչա։ Կազմակերպեցին ու ասեցին այ տեսեք Հայաստանից ադրբեջանցիները փախել եկել են այստեղ ինչ որ կոտորել են։ Բայց իրականությունը մենք լավ ենք չի հասկանում, որ այդ դեզինտեգրացման process-ը խորանում էր
անընդհատ, որը ի վերջո բերեց արդեն ուրիշ process-ների, երբ որ բացահայտ սկսեցին խփել։ Օրինակ ինչի համար են մեզ խփել 88 թվականի այդ аэропортում ժողովրդին, ծեծուն ջարդ արել։ Ոչ մի հակասովետական, հակառուսական բան ժողովրդի մեջ չկար շարժման ժամանակ에, բացարձակ։ Եվ միջին անողներն էլ ասում էին պետք չի մենք հակադրվենք այդ պոլիտբյուրոյին եւ այլն։ Բայց ցեցին ատելությունը, ցեցին Ադրբեջանում, հետո ցեցին ջարդ, Վրաստանում, Լիտվայում, բան։ Տակ տեղը ցեցում ջարդում էին, հակադրում էին խորհրդային միության, որ հետո բերեն արդեն այդ process-ները քաղաքական, որ հեռանում էր։ Այ ամեն ինչը պարզ է դառնում, երբ որ ես աչքով եք նայում։